Հայաստանում ԵՄ-դիտորդական առաքելությունը հայտնել է, որ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Տավուշի մարզի Իջևանի օպերատիվ բազայի պարեկային խմբին եւ հետեւել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին։ Առաքելությունը հպարտանում է համայնքի վստահությամբ եւ կշարունակի հանձնառու մնալ տարածաշրջանի պաշտպանությանը եւ անվտանգությանը, նշված է առաքելության X-ի միկրոբլոգում։ Հունիսի 19-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի հարավային Կովկասի երկրների կլաստերային պատվիրակության ղեկավար Սոնյա Վերոնիկա Բյորկլունդի հետ։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքներին արտաքին գործերի նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ջանքերն ուղղված միջնաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը եւ ընդգծել այդ հարցում միջազգային աջակցության շարունակականության կարևորությունը։ Պիցատաշիր ՍՊ-ի կողմից սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում։ Սա ԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել Պիցատաշիր Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին աջակցելու կասկածանքով իրանական Լուրեստան գավառում ձերբակալել է 16 անձի, հաղորդում է Թասնիմ գործակալությունը։ Ըստ հաղորդագրության ձերբակալված անձինք իրենց գործողություններով համացանցում խուճապ են տարածել եւ փորձել են թուլացնել իրանցի ժողովրդի միասնականությունը։ Գործակալությունը նշում է, որ համացանցում ցանկացած գործողություն, որ միտված է Իսրայելի նպատակների իրագործմանը, նաեւ կեղծ լուրերի ու տեղեկությունների տարածմանը, կարժանանա երկրի իրավապահ մարմինների ուշադրությանը։